Անդրադառնալով Տիկին Սահակյանի կողմից վկայակոչված տարում Մարտիրոսյանի վերաբերյալ գործի որոշմանը, թեպետ դա ձեռքի տակ չկա, բայց Տիկին Սահակյանը ինքն էլ իրավացիորեն ընդգծեց այն հանգամանքը, որ այդ գործի պարագայում, վարույթի պարագայում գործը գտնվել է միջդատական վարույթի փուլում։ Իսկ միջդատական վարույթի փուլում հանրային քրեական հետապնդումով փոփոխելը, մեղադրանքը փոփոխելը կարգավորված է բոլորովին այլ գլխով, բոլորովին այլ բաժնով եւ բոլորովին այլ հոդվածով, մասնավորապես խոսքը գնում է քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի մասին, որը կարգավորում է մեղադրանքը փոփոխելը կամ լրացնելը միջդատական վարույթում, այդ հոդվածը գտնվում է քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխում, մինչդեռ 276-277 հոդվածները նորից այլ իրավահարաբերությունների են վերաբերում եւ այդ հոդվածները գտնվում են քրեական դատավարության օրենսգրքի 36-րդ գլխում, իսկ բում 276-րդ հոդվածի անվանումն է դատաքննության սահմանները, ինչը վկայում է, որ դրանք բոլորովին այլ, թեկուզ ինչ-որ մի առումներով համանման, բայց բոլորովին այլ ինստիտուտների կարգավորող նորմեր են։ Ընդ որում, մեկնաբանությունը, որը ներկայացնում է Տիկին Սահակյանի կողմից որևէ քննադատության չի կարող դիմանալ, քանի որ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն նորմը կարող է մեկնաբանվել օրենսգրքի ամբողջ տրամաբանության, օրենսգրքի կամքի, կոնկրետ գլխի, կոնկրետ հոդվածի եւ կոնկրետ ձևակերպումների հաշվառման, չի կարող ուղղակի երկու ինստիտուտների որոշակի համանմանությունը հիմք հանդիսանալ դրանք մենականացնելու համար։ Մինչդեռ ձեր վերած օրինակ այս պարագայում վերաբերելի չի եւ գտնում եմ, որ անգամ անհրաժեշտությունը չկա ինքնայնելու, քանի որ վերաբերում է միջդատական վարույթի փուլին։ Իսկ կարելի է այն մեղադրական վարույթի փուլի մեղադրանքը փոխելու բացի հանրային մեղադրելու կողմից իշխանության։ Դա եզրափակիչ դատական հայաստանից դատարանը կաշկանդվածություն չունի, կաշկանդվածություն ունի ներկայացած փաստական հանգամանքներով, սակայն չունի կաշկանդվածություն իրավական գնահատականը փոխելու առումով եւ իրավական գնահատականը, եթե առանձին սենյակը վերդիկտ կայացնելիս որոշի, որ պետք է փոխի, որը մեկից քույրություն հարցնելու օրենսդրական նախադասության մասում չկա նախատեսված։ Ձեր կարծիքը զուտ այդ մասով, որ դատախազի իշխանության դիմանկերա համապատասխան 276-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով փոփոխելու եւ ներկայացված ճիշտ դատարաններով այս բան ամբողջությամբ որոշումը չի ուսումնասիրել, ինչ-որ տարբերակում պատգամավորի վկայակոչած վերաբերել կայացված որոշման եւ որոշման մենակ նախաքննական եւ դատարանի վարույթում քննվելու հանգամանքով պայմանավորված է ձեր դիրքորոշումը, թե այն մեկնաբանությունը ըստ Պարոն հարցը հասկացա, ես այդ հարցի կապակցությամբ իմ դիրքորոշումը մանրամասն ներկայացրել եմ պարոն Օհանյանի նկատմամբ հարցված հանրային քրեական հետապնդումով դատարանների վերաբերյալ պարոն Բժիշկյանի միջնորդության դեմ արտահայտություններս ներկայացնելիս մասնավորապես ում եմ կատարել քրեական դատավարության ինստիտուտի 276-րդ հոդվածին եւ իրավական ռետորական հաղթված հասնելով ներկաների առաջ, արդյոք եթե դատարանը որոշի փոխել վերագրելու հարակի իրավական գնահատականը վերդիկտ կայացնելիս առանձին սենյակում, պետք է անհրաժեշտություն առաջանա հաղթահարելու պատգամավորական անձնագործելիությունը կամ որևէ այլ տեսակի անձնագործելիություն, գտնում եմ, որ այդ մոտեցմամբ առաջնորդվելու պարագայում սահմանափակվի դատարանի այդ իրազեկությունը։ Այլ է իրավիճակը, երբ դատախազի մոտ է առաջանում քրեական հետապնդումը վերագրելու հարակի իրավական գնահատականը փոխելու կամ փաստական օբյեկտիվ կողմով մեղադրանքը փոխելու անհրաժեշտություն, եւ եթե դատախազը գտնի, որ այդ պարագայում անհրաժեշտություն է առաջանում հաղթարել է պատգամավորական անձնագործելիությունը, ապա կրկին պետք է հեղում կատարել սահմանադրական դատարանի 16-19 որոշմանը, ՍԴԿ 16-19 որոշմանը, որտեղ այս բարձրացված հարցի նույնպես անդրադարձ է կատարվել, հստակ սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է, որ այդ դեպքերում, երբ որ դատականության փուլում առաջանա այդպիսի անհրաժեշտություն, ուսանող դատախազը կարող է դիմել ազգային ժողովին պատգամավորական անձնագործելիությունից զրկելու միջնորդությամբ։ Իսկ ԵԽԽՎ-ի մասով ինչ կասեք կրկնակի անձնագործելիության ստեյության այդ համապատասխան փաստաթղթերը իրենց կողմից հայտնած մտահոգությունների վերաբերյալ Արմեն Գեորգյանը դատարանի վարկել է։ Հավանաբար շատ է չէ պատասխանել, որ ինչ հասցրի անդրադառնալ, շնորհակալ եմ պատասխանատու։ Ուրեմն կապակցությամբ
կապակցությամբ պետք է ասեմ հետևյալը։ Ուրեմն 1949 թվականի սեպտեմբերի 2-ի Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնխելության մասնիկն ընդհանուր համաձայնագրի 14-րդ հոդվածի համաձայն խորհրդակցական վերաժողովի ներկայացուցիչների և նրանց փոխարինողները չեն կարող արձանագրել, ձերբակալվել կամ հետապնդվել իրենց գործառույթները իրականացնելու ընթացքում արտահայտած կարծիքի կամ քվեարկության համար։ Ինձ թվում է այս կետի բովանդակությունը միանշանակորեն բարձր, որը վերաբերում է գործառույթային անձեռնխելությանը արգամավորի և անձեռնխելությունը ապահովում է այս կարգավորումը բացառապես կարծիքի կամ ապահոված քվեարկության համար հետապնդումից։ Ընդհանուր համաձայնագրի 19-րդ հոդվածի համաձայն խորհրդակցական վերաժողովի նստաշրջանի ընթացքում խորհրդակցական վերաժողովի ներկայացուցիչների և ներկայացուցիչները և նրանց փոխարինողները լինեն խորհրդարանական թե ոչ, իրենց պետության տարածքում օգտվում են իրենց երկրի խորհրդարանի անդամներին տրված անձեռնխելությունից, այսինքն այս պարագայում համաձայնագիրը հողում է կատարում մեր պետական օրենսդրությանը, որի կապակցությամբ ես արդեն իմ դիրքորոշումը արտահայտեցի։ Եվ երկրով այլ պետության տարածքում օգտվում են անձեռնխելությունից, քաղաքի կամ դատական հետապնդման այլ միջոցներից, անձեռնխելությունը կիրառվում է նաև խորհրդակցական վերաժողովի վայր մեկներից կամ այդերից վերադառնալիս, այն չի կիրառվում հանցանքի վայրում բռնվելու դեպքում և չի խոչընդոտում վերաժողովին հրաժարվել որևէ ներկայացուցիչի և փոխարինողի անձեռնխելությունից։ Ինչպես տեսնում ենք, ներպետական մակարդակում Հայաստանի Հանրապետության տարածքում ԵԽԽՎ անդամի անդամավորական կարգավիճակի վերաբերյալ դրույթը, այսինքն 15-րդ հոդվածի արգելքը հղում է կատարում ներպետական օրենսդրությանը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորը օգտվում է անձեռնխելությունից, այդ հարցը չի քննարկվում, բայց դրա վերաբերյալ արդեն հիմնավորները ներկայացրեց։ Բացի այդ, Սույն վարույթի և նաև հսկողությամբ իրականացված և ներկայումս Հանրային պաշտպանության վարույթով շրջանակներում վարույթ իրականացնող մարմինը յուրաքանչյուր ամուր անհրաժեշտ ջանքեր է գործադրել է որևէ կերպ չխոչընդոտելու Պարոն Գևորգյանի կողմից ԵԽԽՎ-ն իր պարտականությունները իրականացնելու կապակցությամբ, ուստի այս վարույթը ընդհանրապես իր պատգամավորական գործունեության հետ որևէ կապ չունի, ուստի պետք է որ այդ կապակցության ներկայացվող հիմնավորումները հիմնազուրկ են։ Ընդհանուր համաձայնագրի դրույթներով երաշխավորվում է ԵԽԽՎ անդամների անձեռնխելությունը դատական վարույթներից իրենց գործառույթներն իրականացնելու ընթացքում արտահայտած կարծիքի կամ քվեարկության համար։ Նույն ծավալով, ինչ տրված է տվյալ երկրի խորհրդարանի անդամներին, ինչ նպատակ է հետապնդում պաշտպանել վերաժողովի անդամների անկախությունը և երաշխավորել նրանց կարծիքի և որոշումների ազատությունը։ Ինչից բխում է, որ մեր դրված կողմերի գործողությունը չի կարող տարածվել նաև անձի քաղաքական գործունեության և մասնավորապես որպես ԵԽԽՎ անդամ իր գործառույթների իրականացման հետ չկապված վարույթների վրա։ Ինչպես արդեն նշեցի, այս վարույթը պարոն Գևորգյանի պատգամավորական և ԵԽԽՎ գործառույթների հետ որևէ առնչություն չունի և այդ կապակցությամբ ներկայացված հիմնավորումները վերաբերում չեն այս գործիքները։ Եվ եթե չեմ սխալվում, որ փաստարկներին անդրադարձը կարծում եմ այս մեկը։ Տարօրինակ քննարկում ապրելուները հատկապես վերջին ցուցակների պատվարժան դատարան։ Ուրեմն դատապարտությունը մեջբերում է միջպետական պայմանագրի դրույթները։ Մոռանալով նաև որ գոյություն ունեն այդ միջպետական պայմանագրերը բացահայտող և կարգավորող մեխանիզմները սահմանող համապատասխան փաստաթղթեր, այսպես կոչված բանաձևեր և եզրակացություններ ԵԽԽՎ-ի։ Վերջինը, որը ընդունվել է 2025 թվականի հոկտեմբերի 3-ին, ընդհանրապես Արմեն Գևորգյանի հետ կապված։ Երբ որ հիմա հայտարարվում է, որ այս վարույթը կապ չունի Արմեն Գևորգյանի անձնական հետ, ուզում եմ տեղեկացնել, որ այս վարույթի շրջանակներում անդադանորեկյալ որոշում է կայացել, որ ինքը իր հայտեցի ազգային իրավասություն չունի ճանաչելու իրան ազգային ինստիտուտ։ Այս վարույթի շրջանակներում չունի իրավասություն ճանաչելու իրան ազգային կոմպետենտ մարմին Արմեն Գևորգյանի բանի հետ շարժ։ Այն ինչ որ ես բազմաթիվ անգամ նաև ձեզ ընդդիմում եմ, որովհետև ԵԽԽՎ-ն եթե դատախազը իմանալ է ամբողջ ընթացակարգերը, պահանջում է, որ եթե գործը գտնվում է դատականության փուլում, համապատասխան դատարանը հանդիսանում է ազգային կոմպետենտ մարմինը, որը պետք է ապահովի Արմեն Գևորգյանի անձնական իրականացումը։ Եվ այն խնդիրը, որ Արմեն Գևորգյանը անընդհատ դիմում է դատարանի թույլտվություն ստանալու, անընդհատ քննարկում է գնա թե չգնա,
եւ մի քանի անգամ խնդիրներ առաջացել գնալու եւ չգնալու կազմարան։ ԵԽԽՎ-ի նախագահի նամակներն են եկել այդ կապակցությամբ մի քանի անգամ, հարգելի դատախազներ գործիներ առաջ։ Այսինքն այս վարույթները ինչ արժանացող գործ չունի, շատ չի առաջ։ Իդեպ անձնախելիության ԵԽԽՎ-ի անձնախելիության ինստիտուտը ավելի բարդ է եւ ավելի համապարփակ է, քան մեր ազգայինը, որովհետեւ ինքը ունի 3 կոմպոնենտ, հարգելի դատախազներ։ Առաջինը ազատ տեղաշարժի կոմպոնենտը 13-րդ հոդվածը, որը մեր ազգային օրենսդրությամբ եւ ազգային ինստիտուտների հետևողական ջանքերով անընդհատ խախտվել է, որի արդյունքում նաեւ այդ ռեզոլյուցիան ընդունվել, որտեղ եթե ուզում եք, ես կարող նաեւ կարդամ, որ համապատասխան նաեւ առաջարկություն տալու պետական մարմինների, որ բոլոր համապատասխան մարմինների դատախազական, քննչական, դատական ուղեցույց ուղարկել, ինչպես պետք է կիրառվի ԵԽԽՎ-ի անձնախելիության ինստիտուտը։ Երկրորդ կոմպոնենտը դա խոսքի ազատությունն է, 14-րդն է, որը իդեպ եթե այս գործից փոխող մեկ այլ գործի հետ կապված, ասենք օրինակ հանգամանքներ կան։ Անցած տարվա 2020 թվականի ապրիլի 9-ից հետո բացած եւ առաջացած հետևանքները, որի մասին հիմա ԵԽԽՎ-ն քննարկումներ կգնում։ Եվ երրորդը 15-րդ հոդվածն է։ Եվ հենց այդ 15-րդ հոդվածի կոնտեքստում հարգելի դատարան, ես ձեզ քիչ առաջ ընթերցեցի ԵԽԽՎ-ի ներկայացուցիչի դիրքորոշումը, որը անցած տարի 2025 թվականին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայության դեպքում այնուամենայնիվ չի կարողացել մեր դատախազներից, քննիչներից ու դատավորներից ստանալ անհրաժեշտ բացաբանումը, ինչ է նշանակում քրեական հետապնդում հարուցել։ Հիմա գալիս է ասել, որ այս դատավարությունը կապ չունի ԵԽԽՎ-ին իմունիտետի հետ, դեպքում կներեք, ովքեր կանի չէին քննարկում։ Կամ այդ նամակները, որ ես դրել եմ, որը ԵԽԽՎ-ի նախագահը ուղարկում էր ազգային ժողովի նախագահին, որ Ալեքսանդրոսյանի անձնախելիությունն արեք, հետևեք արեք, դա հենց այս գործին է առնչվել։ Սա առաջին դիտարկումն է։ Երբ որ հարգարժան դատանը նշում է դատական, որ տիկին Սահակյանը ինչ-որ ժխտողականություն է դրսել որը, այդ դեպքում ուրեմն եկեք արձանագրեք, որ իրանք են ընտրովի իրավական համակարգի գործող հաստատների մոտենով։ Այսինքն այդ ժխտողականությունը վերաբերում է նրան, որ իրանց համար ընդունելի կամ հասկանալի կամ սենց ասենք, այս գործը առաջ տանելու համար օգտակար սահմանական դատարանի որոշումները, վճռավի դատարանի որոշումները կարա մեջ բերել, այդ ասենք մոռանա 21 թվականի սահմանական դատարանի որոշումը, որ հակասահմանադրական ճանաչելիս։ Մոռանա, որ 2008 թվականի հանրությունների արդյունքները հաստատող սահմանադրական որոշումը մինչև հիմա ուժին է իշխարել, եւ ոչ մեկ դա չի կանարել։ Եվ այդ իմաստով հասկանալի չի մենք սրին չենք քննարկում։ Մոռանալ կամ չհիշել նաև նրա մասին, որ նույն ԵԽԽՎ-ն 3 անգամ բառաձև ընդունել է, որոնցից մեկում թե երկուսում հստակ ֆիքսել է, որ օրդորում է Հայաստանի Հանրապետության իշխանություններին մարտի 1-ի գործով դատավարությունները բացառապես սահմանել մատման հանգամանքները բացահայտելու եւ բացառել որևէ քաղաքական ենթակացություն ունեցող մեղադրանքներ առաջադրելով։ Բայց եթե մեղադրանքներ այդ դեպքի չենք հիշում։ Եվ ամենակարևորը, երբ որ քիչ շարժուկի դասում եք, որ սահմանադրությունը հին սահմանադրության խմբավորության մեջ է գործել, որ սահմանադրական նորմա ուղղի է գործում, այսինքն դա նշանակում է, որ եթե այդ նորմը այսօր չկա, սահմանադրական գործող նորմը կանխախտի։ Իմ ասածը հետևյալն է, 96-րդ հոդվածով բացարձակ իմունիտետի ինստիտուտն է սահմանված։ Հիմա դուք մեջ բերում եք քրեական դատավարության նորից գրքի ինչ-որ հոդվածներ, որ այս հոդվածով սա պետք է լինի, եւ հոդվածով նա պետք է լինի։ Ես էլ ասում եմ, սահմանադրական իմունիտետը դա սահմանադրական ինստիտուտ է եւ անմիջապես գործող ինստիտուտ է։ Եթե հիմա հարցեր են առաջացել, ոնց նա պետք է կիրառվի, առաջնահերթը պետք է լինի սահմանադրական մոտեցումը, այլ ոչ թե դատաիրավական ընթացակարգերով սահմանված ստորադաս օրենքների։ Բացի դրանից, հարգելի դատախազ, վերջերս սահմանական նորմերը վերադաս են բոլոր մնացած տեղական օրենսդրական նորմերի վրա։ Այսինքն անգամ ես սկզբունքից ելնելով ես առաջարկում եմ մի քիչ չեղարկել իմ ասածը։ Այսինքն ուզում եմ ասել, որ եթե նորմը կա եւ մենք այսօր ասել ենք նրան, որ իրոք մի պատգամավորին կարելի է մեղադրանք ավելացնել փոխել նախաքննության փուլը։ Իսկ մյուսին մեկ էլ հարգի դա մի բան էլ ասեմ։ Նոր այդ հարց պատասխանի ընթացքում մի հարց ունեցել, երբ որ դուք վերջում կայացնեք արդյոք պետք է թույլտվություն
ստանալ, եթե որոշեք որակումով փոխեք իրավական կերպարը։ Իմ ասած ես ուզում եմ հետևյալը։ Եթե դուք այս ուժերը հաղթահարելով հասնում եք երկրին, ապա ոչ մեկի մոտ հարց չի առաջանում։ Այդ նշանակում է, որ առնվազն օրինական բոլոր ընդհանրակարգերը դուք անցել եք ու հասել եք վերջի կայացման փուլին։ Իսկ այդ օրինական իմ համար այդ օրինական էտապը, այս էտապում նաև իմունիտետի հաղթահարումն է։ Եթե իմունիտետը հաղթահարվում է, եւ մենք գալիս ենք այստեղ եւ շարունակում ենք դատավարությունը, եւ հետո հետազոտում ենք ապացույցներ, չգիտեմ, վկաներն կամ շուտ եւ այլն, եւ դուք գնում եք առանձին փոխարկական սերիալ, այո, դա դες ամբողջությամբ հիմք է։ Բայց այս պայմանությամբ մենք ասում ենք, որ չի կարող շարունակվել այս ընթացքը եւ այս գործընթացը, մինչեւ չի հաղթահարվել այդ սնկերը։ Կհաղթահարվի այդ դեպքում այո, երբ պատմում դատախազի պատասխանել է, որը ինքնուրույն կարող եք այդ որոշումը կայացնել։ Բայց մեր ասած առողջները, որ մինչև այդ էտապին հասնել, մինչև այդ փուլին հասնելը, երբ որ ասում են սահմանահերադատավորական օրենսգրքի բաժինը սրա մասին է, այս բաժինը այս մասին, ես էլ ասում եմ, սահմանադրության 96-րդ հոդվածը անձնորդեղության մասին է։ Հիմա ո՞րն է ավելի կարևոր։